Վերադարձանք տաղավար, շարունակվում է Առավոտ լուսոյի եթերը, սիրելի հեռուստադիտողներ, եւ եթե հիշում եք, առաջին հատվածի ավարտի ժամանակ նշեցինք, որ այսօր խոսելու ենք նաեւ մշակութային կամուրջների մասին եւ վստահաբար այս երկու երկրների բարեկամությունը բավականին երկար տարիների պատմություն ունի, բայց հատկանշական է հատկապես այս տարի խոսել այս երկրի մասին, որովհետեւ 1776 թվականի հուլիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրի ընդունումը տեղի ունեցավ եւ 2026 թվականին Միացյալ Նահանգները նշում է պատմական այս իրադարձության 250-ամյակը։ Տարին հոբելյանական է եւ թե ինչպիսին է լինելու, կիմանանք մեր հյուրերից։ Սիրով ներկայացնենք մեր տաղավարում են Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը եւ թարգմանչուհի Տիգրանուհի Բաղդասարյանը, ով մեզ այսօր օգնելու է զրուցել պարոն Ալենի հետ։ Բարի լույս, նախ շնորհավորում ենք սպասվելիք անկախության տոնի առթիվ։ Good morning and congratulations on Independence Day forthcoming. Եվ կուզենայինք իմանալ ինչով է նշանակալի Միացյալ Նահանգների անկախության 250 տարին։ So what's the significance of the 520th anniversary of US independence? Yeah, well, I guess as they say, you only turn 250 once, right? So it's a milestone in the life of the United States and in the life of our country and our people. 250 տարեկան մի անգամ է դառնում, սա շրջադարձային կետ է, հոբելյան է Միացյալ Նահանգների պատմության մեջ։ I think it also shows that this thing that they started 250 years ago with the signing of the Declaration of Independence, it has longevity. It served us well. It was obviously a very big moment for Americans, very big moment really for the world in the history of the world. A very radical idea at the time. Եվ այն ինչ սկսվեց 250 տարի առաջ անկախության հռչակագրի ստորագրմամբ, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այն իր երկարակեցությունը ապահովեց, իր տևականությունը ապահովեց, սա կարևոր նշանակալի պահ է Միացյալ Նահանգների համար, ողջ աշխարհի համար, այն ինչ սկսվեց 250 տարի առաջ ժամանակին բավականին արմատական դրսևորում էր եւ այսօր արդեն մենք հաջողություններից ենք խոսում։ And then last, I think it really demonstrates that these ideas, life, liberty, the pursuit of happiness, they're not things that just happen. They're things that people have to strive for and to fight for and to really make a conscious choice every day that, they're worth sacrificing for. Եվ սա նաև ցույց է տալիս, որ կյանքը, երջանիկ ապրելու իրավունքը, սրանք ինքնին տրված չեն, սրանք արժեքներ են, որոնց համար պետք է մշտապես քայլեր ձեռնարկել եւ այս ամենին հասնելու համար մշտապես դողողություններ են անհրաժեշտ։ Հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը նշելու այս տարին, այս տոնը։ How US Embassy will celebrate Independence Day here this year? Yeah, so I mean the big thing that US embassies around the world do is we hold an official event for our friends, for our associates, our partners, and we did that a couple of days ago at the embassy. Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների դեսպանատները ամբողջ աշխարհում այս տոնը նշում են մեծ պաշտոնական ընդունելությամբ, հրավիրում ենք մեր բարեկամներին, գործընկերներին եւ այս տարի Հայաստանում մենք արդեն այդ տոնակատարությունը մի 2 օր առաջ ունեցանք։ But we've been doing stuff all year long. One of the things that we've had is something that we call the Founders Museum, which is an online virtual exhibit talking about the men and women who created the United States and some of their stories. Բայց հոբելյանական տարվա ընթացքում մենք նաև ունենք միջոցառումներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում են շարունակվելու։ Մենք իրականացնում ենք հիմնադիրների թանգարան ցուցադրությունը, սա առցանց վիրտուալ ցուցադրություն է, որը Միացյալ Նահանգների պատմությանն է անդրադարձ կատարում, ներկայացնում է այն կանանց, տղամարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել պատմությունը կերտելու գործում։ We've been taking that exhibit all across Armenia to our various American corners. It's now back here in Yerevan where it'll stay for a while, so would certainly invite any of your viewers that are interested to visit the American corner here in Yerevan, take a look at it. Այս ցուցադրությունը մենք Հայաստանի տարբեր վայրերում ներկայացրեցինք, մեր ամերիկյան
կենտրոնների միջոցով։ Այս պահին ցուցադրությունը վերադարձել է Երևան եւ այստեղ ամերիկյան կենտրոնում է եւ ձեր հեռուստալսարանին դիմելով կարող եմ ասել, որ եթե հետաքրքրված են, կարող են անպայման այցելել։ And then we've also got a series of other events. We brought U.S. Paralympic wheelchair basketball gold medalists here to Yerevan and also to Gyumri. We've done some trivia contests. We were at the Wine Days festival with some trivia, and we'll do a few more things over the course of the rest of the year to celebrate 250 years. So we're trying to make it educational, but we're also trying to make it a lot of fun. Մենք նաև Միացյալ Նահանգներից պարալիմպիկ չեմպիոնների ոսկե մեդալակիրների էինք հրավիրել անվասայլակով բասկետբոլի եւ նրանք ծրագրի շրջանակում Երևանում եւ Գյումրիում եղան, նաև Երևանի գինու օրերին էինք մենք տաղավարով ներկայացած եւ մրցույթ Վիկտորինա անցկացրեցինք, այնպես որ 250-ամյակին նվիրված փորձում ենք տարբեր միջոցառումներով նշանավորել այդ հոբելյանը, նաև որոշ կրթական բաղադրիչներ ներառելով եւ միաժամանակ փորձելով որ ավելի ժամանցային ու հետաքրքիր լինի ամեն ինչ։ Հետաքրքիր է ինչպես է նշվում այս տոնը սովորաբար, ինչ արժեքներ է մարմնավորում եւ որոնք են ընդհանրապես հուլիս 4-յան ավանդույթները ամերիկյան։ So how this day is celebrated in general? What are the values it reflects on, and what are the U.S. traditions for July 4th celebration? Yeah, you know, in the United States, July 4th is really it's a community event more than anything else. You know, I grew up in a really small town in Arizona, and you know, there to this day, everybody comes out in the morning for a flag raising ceremony, and then that's usually followed by a parade with all of the children and the businesses in town contributing. Միացյալ Նահանգներում հուլիսի 4-ը ընդհանուր բոլորն են նշում, ամբողջ համայնքի տոնն է, ես ինքս Արիզոնայում եմ հասակարել մի փոքր քաղաքում, այդ օրը մեր մոտ մենք սկսում էինք առավոտյան շատ վաղ, դրոշը բարձրացնելու արարողությամբ, հետո շքերթ էր լինում, մեծ ու փոքր մասնակցում էին այդ շքերթին երեխաները։ Then after the parade, there's usually community lunch, and then games in the park for the kids and families, and then of course at night fireworks. And so it's it's a day where really everybody is there and everybody comes out, and over the course of the entire day, you see almost everybody in town. Շքերթից հետո կեսօրին ճաշում էին, հետո այս ամենին հաջորդում էին ժամանցային խաղեր եւ այլ զբաղմունքներ, իսկ օրը ամփոփվում էր հրավառությամբ եւ բոլորն էին մասնակցում։ Ինչ որ մի ժամի, ինչ որ մի պահի ամեն մեկը անպայման գալիս եւ մասնակցում էր կազմակերպված տարբեր միջոցառումներին։ And that's replicated all over the country. Obviously, bigger cities have bigger events, smaller cities maybe smaller events, but it's it's very similar all over the United States. It's a day really to come out and to see friends and to really be a community and to think about the country and what the founders did for all of us. Եվ այդպես է բոլոր բնակավայրերում, միգուցե մեծ քաղաքներում շատ ավելի մեծ միջոցառումներով են նշանավորում, փոքր քաղաքներում ավելի փոքր միջոցառումներով, բայց դա այն օրն է, երբ բոլորը մասնակցում են, բոլորը դուրս են գալիս, շփվում են իրենց ընկերների, գործընկերների հետ եւ նաև հիշում մեր ակունքները, մեր հիմնադիրներին եւ տոնում մեր ձեռքբերումները։ Եվ քանի որ հենց այս հատվածին հասանք, հիշենք նաև թե ովքեր եղան այդ առաջամարտիկները, որոնք ստորագրեցին հռչակագիրը եւ նրանց անցած ուղին ինչ է մեզ պատմում, ինչ է մեզ սովորեցնում Միացյալ Նահանգների հիմնադրման մասին։ So at this point, maybe we can recollect those brave people who put their signatures on the document and what we can learn from their path, from the path of the founders of the United States. Yeah, so there were 56 of them, and some of them are really well known, including in the United States. Some names that are familiar to Americans and others. People like Benjamin Franklin, who was the first American diplomat, or Thomas Jefferson, who wrote the document, went on to become our third president. Most famously, probably John Hancock, who wrote his signature very large so that the King of England could read it without putting his glasses on.
But there were others that are really a lot of Americans don't even know their names. You know, Dr. Benjamin Rush, he was a physician, a doctor in Philadelphia, and was famous for throwing these very, very large dinner parties where everyone would come and gather, and as entertainment, they would use a static generator to send a electrical shock through the table. Նրանք 56 հոգի էին մարդիկ, որոնք ստորագրեցին անկախության հռչակագիրը եւ այդ 56-ի շարքում կան մարդիկ, որոնց անունները հայտնի են բոլորին Միացյալ Նահանգներում, Բենջամին Ֆրանկլինը, որը մեր առաջին դիվանագետներից էր, Թոմաս Ջեֆերսոնը, որը պատրաստել էր հռչակագրի տեքստը, որը նաև հետո դարձավ Միացյալ Նահանգների երրորդ նախագահը, թերևս չափազանց հայտնի է Ջոն Հենքոքի անունը, որը հռչակագրի վրա իր ստորագրությունը այնքան մեծ էր դրել, այնքան խոշոր էր գրել, որ Անգլիայի թագավորը կարողանար առանց ակնոցի այդ գրությունը կարդալ, բայց կային նաև մարդիկ, որոնք այնքան էլ հայտնի չէին, օրինակ Բենջամին Ռաշը, որը հայտնի էր իր խնջույքներով Ֆիլադելֆիայում, նա միշտ ճոխ խնջույքներ էր կազմակերպում եւ այդ խնջույքների ժամանակ երբեմն նաեւ էլեկտրական հոսանք էր անցնում սեղաններով. I think the most important thing is particularly in the United States, we tend to treat the founders as if they were sort of mythological figures. And you know, the thing that strikes me is that they were men, you know, the men and women really who, you know, lived lives and were really, you know, just mostly ordinary. They were doctors, they were lawyers, they were teachers, writers. Մենք Միացյալ Նահանգներում մեր հիմնադիրներին շատ հաճախ որպես լեգենդար կերպարներ ենք ընդունում, բայց իրականում նրանք բոլորը սովորական մարդիկ էին։ Մեկը բժիշկ էր, մեկը իրավաբան, մյուսը ուսուցիչ։ But they really came together in this really extraordinary moment in history. And you know, they didn't necessarily agree on everything, but what they agreed on is that, you know, this moment of history it deserved, you know, something more. And so instead of running away from it, they really leaned into it. They put their names on this piece of paper. As they said in the document, they pledged their lives, their fortunes, and their sacred honor. And you know, in doing so, they changed the world. And I think that they showed, you know, really what ordinary people with courage can do. Եվ հատկանշական է, որ ամեն ինչում չէ, որ նրանք միմյանց հետ համամիտ էին, միմյանց հետ համաձայն էին, բայց կար մի բան, որի շուրջ նրանք բոլորը համամիտ էին, դա այն էր, որ այդ պահը պետք է առանձնանար, պետք է նշանավորվեր եւ ահա նրանք իրենց ստորագրությունը դրեցին այդ փաստաթղթում, որտեղ նաեւ նշեցին, որ իրենք իրենց կյանքը, իրենց բարի անունը, ունեցվածքը, պատիվն են ներդնում, որպիսի հիմք տնեն այդ միությանը։ Շնորհակալ ենք շատ, որ մեզ հետ սկսեցիք օրը, եւս մեկ անգամ շնորհավորում ենք սպասվող տոնի արդիվ եւ ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն։ Եվ իհարկե կրկին ձեզ սպասում ենք մեր տաղավարում, որովհետև ինչպես հասկացանք, տարին իսկապես լի է լինելու տարատեսակ նախաձեռնություններով։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։